les anesthésistes, on est très proches. Մենք անեսթեզիոլոգներս շատ մոտ ենք մահվանը։ On le sait. Մենք դա բոլորից լավ C'est գիտենք, mieux que նույնիսկ ավելի լավ, քան վիրաբույժները, parce que որովհետև անեսթեզիոլոգը վերջին մարդն է, որին տեսնում է հիվանդը, երբ փակում է աչքերը։ qu'un patient Մենք նրան քնեցնում ենք, վիրահատում ենք եւ նա չգիտի, կարթնանա հետո, թե չէ։ on dort, on l'opère, il ne sait pas s'il va se réveiller. Je parle pour des opérations très graves. Իհարկե ես խոսում եմ շատ լուրջ վիրահատությունների մասին, բնականաբար կույրաղիքի դեպքում նույնը չի ասի։ Վիրահատությունից առաջ հիվանդն իր գլխավերևում տեսնում է անեսթեզիոլոգի դեմքը եւ նրան տեսնում է նաեւ արթնանալու Et il պահը։ verra, Դրանք մարդու կյանքում շատ կարևոր ակնթարթներ են։ ce sont des moments très très importants. Voyez, l'anesthésie. Անեսթեզիոլոգիան ռիսկային մասնագիտություն է, իսկ ռեանիմացիան եռակի ռիսկային է։ C'est un métier à triple risque. Des blessés arrivent. Վիրավորներ են բերում, այդ ժամանակ բժիշկը հստակ գիտի իր անելիքը, թե ինչ պետք է անի, մտապատկերում ունի ժամանակացույց ըստ իր փորձի եւ սկսում է այն իրագործել, բայց չգիտես կհաջողվի հիվանդի կյանքը փրկել, թե ոչ։ Գուցե անհաջողության մատնվես կամ հակառակը կարող է հաջողես ու նա Il se փրկվի։ peut que vous échouiez ou il se peut que vous réussissiez. En 2020, quand j'étais gravement 2020 թվականին, երբ ես COVID-ով ծանր հիվանդացա, ոտքի կանգնելուց հետո կարդացի իմ բժշկական եզրակացությունը։ tout le monde Հասկացա, որ բոլորն ինձ արդեն մահացած են համարել այդ ընթացքում։ Բայց ես դուրս եկա այդ ծանր վիճակից։ Երբ կարդացի իմ եզրակացությունը, հասկացա, որ մահանալու 10 պատճառ ունեի, բայց ես փրկվեցի, դուրս եկա ծանր վիճակից, չմահացա։ Տեսնում եք, մահը մի բան է, որը հնարավոր չէ պատկերացնել, բայց հակառակն էլ կարող է տեղի ունենալ։ Դու ասում ես, այս հիվանդի վիճակը շատ լավ է, նա դուրս կգա ճգնաժամային վիճակից, կփրկվի, եւ հանկարծ մեկ վայրկյանում քեզ գրեթե հայտնի ինչ-որ պատճառով նա հեռանում է կյանքից, մեռնում է։ il s'en va. Je suis resté 30 Ես 35 օր կոմայի մեջ եմ եղել, գիտեք։ 35 օր կոմայի մեջ, դա հսկայական ժամանակահատված է։ Եվ երբ արթնացա, անդամալույց էի։ Կաթվածահար վիճակում, չէի կարողանում շարժել մատներս, չէի զգում ոտքերս, արհեստական շնչուղու տրախեոստոմիայի անցք ունեի կոկորդիս, չէի կարողանում խոսել, չէի կարողանում խմել, զրոյից կուլ տալ, քայլել, ինձ փոքր գդալներով էին կերակրում։ Հասկանում եք, շատ դժվարին փորձության միջով անցա։ Դրանք շատ ծանր պահեր էին իմ կյանքում։ Ես դուրս եկա այդ վիճակից երեխաներիս եւ կնոջս անսահման սիրո շնորհիվ։ Կոմայից դուրս գալուց հետո կնոջս ասացի, գիտես, ուզում եմ փախչել Ֆրանսիայից, ուզում եմ իրականացնել երազանքս, միչև մահանալս եմ ցանկանում գնալ երազանքիս հետքերով։ Եթե ես այդ ժամանակ մահանայի, երազանքս կյանքում երբեք չէի կարողանա իրականացնել։ avant de mourir. Si j'étais mort là, j'aurais jamais réalisé mon rêve. Ուստի կնոջս ասացի, խնդրում եմ, համաձայն ես, որ մենք մեկնենք Հայաստան եւ մեր կյանքի մնացած մասն այնտեղ անցկացնենք։ Vivre le restant, Տարածս ծանր հիվանդությունն ու փրկվելս Աստծո տված նշանն է։ c'est un signe Ես de դուրս Dieu. եկա այս վիճակից, ուստի խնդրում եմ, գնանք իրականացնենք իմ երազանքը։ S'il te plaît, Կինս անմիջապես համաձայնեց։ Ինձ ասաց, որտեղ դու, այնտեղ էլ ես։ Եվ մենք հավաքեցինք մեր իրերը, նույնիսկ դեռ ամբողջովին չկազդուրված, տեղափոխվեցինք Երևան։ Et on a tout emballé, même encore malade, je suis arrivé, on est arrivé à Yerevan. Depuis que j'ai remis les pieds en Arménie, j'avais Այն օրվանից, երբ ոտք էի դրել Հայաստան, ես այս երազանքն ունեի։ Երազանք, որ մի օր ապրեմ եւ մահանամ Հայաստանում։ en Arménie. Ես լավ էի վաստակում Ֆրանսիայում, դեռ շատ անելիքներ ունեի այնտեղ։ Այնտեղ աշխատելու տարիներին կարողանում էի ավելի շատ օգնել Հայաստանին, քանի որ թե Հայաստանը, թե այն հայկական դպրոցը, որը հիմնել էի Փարիզում եւ անվանել Հրանտ Դինք, իմ ֆինանսական աջակցության եւ ներդրումների կարիքն ունեի։ J'avais fondé à Paris, l'école arménienne que j'avais fondée à Paris qui s'appelle Ranting.
Եթե ես ավելի վաղ գայի Հայաստան բնակվելու, չէի կարողանա օգնել Հրանտ Դինքի անվան դպրոցին, իսկ Ֆրանսիայի հիվանդանոցում աշխատելով իմ ֆինանսների մեծ մասն ուղղում էի անմիջապես դպրոցին։ Այսպիսով, ես մեծ գումարներ էի ծախսում Հրանտ Դինքի դպրոցի վրա եւ իր հերթին շարունակում էի օգնել Հայաստանին։ Je continue à aider l'Arménie. C'est exactement le 10 décembre 1988, je reçois un coup de fil. Ճիշտ 1988 թվականի դեկտեմբերի 10-եր։ Ես զանգ ստացա հիվանդանոցում։ Դե գիտեք, նախկինում բջջային հեռախոսներ չկային, ուստի նրանք ինձ գտան այն հիվանդանոցում, որտեղ ես աշխատում էի։ Եվ այն մարդը, որը հեռախոսի մյուս կողմում էր, ներկայացավ որպես աշխարհի բժիշկներ կազմակերպության ներկայացուցիչ։ Նա ինձ ասաց. Հայաստանում երկրաշարժ է եղել։ Դուք հայերեն խոսում եք։ Ես ասացի, այո, խոսում եմ հայերեն։ Դուք անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ եք։ Այո, ես անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ եմ։ Եվ նա ինձ ասաց. ուրեմն մենք պատրաստվում ենք բժշկական թիմ ուղարկել Հայաստան։ Եթե համաձայն եք, ապա կարող եք այդ թիմի կազմում ընդգրկվել։ Ես ասացի, շատ լավ, բայց ես հիմա պատրաստ չեմ։ Ինձ 1-2 շաբաթ ժամանակ տվեք դրա համար։ Ասաց. դուք երևի լավ չհասկացաք, պարոն։ Պետք է Հայաստան մեկնել, այսօր, հենց հիմա։ Այդ պահին ինչ-որ բան իմ մեջ ինձ ասաց, ես պետք է գնամ։ Չգիտեմ ինչ, բայց ինչ-որ բան տեղի ունեցավ իմ գլխում եւ ես անմիջապես որոշեցի։ Լավ, ես գալիս եմ, ես կգնամ։ Այսպիսով, զանգեցի զգուշացրի կնոջս, ասացի պատրաստիր առաջին ամենաանհրաժեշտ իրերս։ Ես գնում եմ Հայաստան։ Et c'est tout, ça commence là. Եվ ահա ամեն ինչ սկսվեց հենց այդտեղից։ Հայաստանի հետ իմ սիրո պատմությունը սկսվում է հենց այդ օրվանից, 1988 թվականի դեկտեմբերի 10-ից։ Հասա Փարիզի Օրլիի օդանավակայան։ Այնտեղ ինձ արդեն իսկ օդանավ էր սպասում մի քանի այլ բժիշկների եւ 2 թարգմանիչների հետ։ Օդանավը լիքն էր բուժսարքավորումներով։ Միայն օդանավի հետնամասում էր մեզ նստելու տեղ բաժին հասել։ Այն շատ փոքր տարածք էր, մոտավորապես 2-3 քառակուսի մետր։ Բորտուղեկցորդուհի չկար։ Անձնակազմն ինձ բորտուղեկցորդ նշանակեց։ Սովորեցրին, թե ինչպես պետք է փակեի օդանավի դռները։ Կարճ ժամանակ անց ինքնաթիռի շարժիչները միացան, եւ մենք օդ բարձրացանք։ Ուղղությունը դեպի Երևան։ Ճանապարհին օդաչուն, որի հետ մենք սրահում նստած վիզուալ կապ չունեինք, բարձրախոսով մեզ հետ կապ հաստատեց եւ հայտարարեց. Գիտեք, հնարավոր է, որ մենք չկարողանանք վայրեջք կատարել Երևանում։ Փոխարենը գուցե վայրեջք կկատարենք Անկարայում։ Այդ պահին իմ մեջ անհանգստություն առաջացավ, որովհետև Թուրքիայում ես զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ էի։ Այնպես որ ես վախեցա եւ ասացի. վայրեջք կկատարեք, որտեղ ուզում եք, միայն ոչ Անկարայում։ Չգիտեմ էլ նա ինձ լսեց, թե ոչ։ Միայն հետո մենք հասկացանք, որ ինքնաթիռը սկսում է իջնել։ Պատուհանից դուրս նայեցի, շուրջս զննեցի, հասկացա, որ Երևանում եմ։ Իմ առջև բացվող պատկերը նման էր Վիետնամի պատերազմին։ Բազմաթիվ օդանավեր, բեռնատարներ կային, տասնյակ մարդիկ էին հայտնվել թռիչքուղու վրա։ Եվ ահա, ես ինքս ինձ ասացի. դե, բարի գալուստ Հայաստան։ Et voilà, j'ai dit bienvenue en Arménie, quoi. Toute première visite en Arménie, je me sentais Դա իմ ամենաառաջին այցն էր Հայաստան։ Նախկինում երբեք չէի եղել այստեղ, իսկ մինչ այդ ես ինձ իրականում հայ շատ չէի էլ զգում։ Դե գիտեք, կինս հրյա էր, իմ առաջին կինը։
Ես ծնունդով Ստամբուլից էի, բայց հայ համայնքի մաս չէի կազմում, իսկ արդեն Ֆրանսիայում ես պայքարում էի դիպլոմների համար, այսինքն մինչև 88 թվականը պայքարել եմ իմ դիպլոմներ ձեռք բերելու, Ֆրանսիայում աշխատելու իրավունքի համար քննություններս հանձնելու, թույլատվություն ստանալու, լեզուն սովորելու համար, եւ այս համառ պայքարն ինձ հեռացրել էր հայ համայնքից, թեև ես շատ հավատարիմ էի իմ եկեղեցուն։ Մանկուց ծառայում էի եկեղեցում, եւ այս առաջին այցով սկսվեց Հայաստանի եւ իմ պատմությունը։ Հայաստանից հեռու ես գտնվում, թե ֆիզիկապես, թե հոգեպես, եւ հանկարծ մի վայրկյանում դու հայտնվում ես հայության սրտում։ Սիրահարվում ես մի երկրի, որին չես էլ ճանաչում, բայց սիրահարվում ես։ Դա հավանաբար պլատոնական սեր էր, որն իմ հոգու խորքում քնած էր, բայց արթնացավ։ Իմ միջից դուրս եկավ երկրաշարժի աղետից հետո Հայաստան կատարածս առաջին այս այցի հետ միասին։ Je suis d'abord arrivé à Yerebuni, à l'hôpital Yerebuni. Սկզբում մեզ ուղարկել էին Միքայելյան հիվանդանոց, բայց մեզ ասացին, որ Միքայելյանում ամերիկացիներն են աշխատում։ Ավելի լավ է ֆրանսիացիներին ուղարկել Երևանի։ Նրանք ավելի սուղ միջոցներ ունեն։ Գնացինք Երևանի։ Donc j'ai commencé à travailler à Yerebuni. Թևերս քշտեցի, անցա առաքելությանս իրականացմանը։ Հաջորդ օրը գնացի Գյումրի։ Աղետալի վիճակ էր։ Ողբերգական պատկերներ էին, բոլորը լաց էին լինում։ Փորձում էին ձեռքերով փորել հողը ինչ-որ մեկին փլատակներից դուրս բերելու համար։ Բավարար քանակի անհրաժեշտ սարքավորումներ չկային մարդկանց գետնի տակից դուրս բերելու ու փրկելու համար։ Բավարար ամբարձիչներ չկային։ Հայտնվեցի մի վայրում, որտեղ իրական քաոս էր տիրում։ Արհավիրք։ Ces images ne m'ont Այդ պատկերներն ինձ երբեք չեն լքել։ Հիշողությունիցս երբեք չեն ջնջվել։ Դրանք դաջված են իմ ուղեղում ինչ-որ մի տեղ, մահացած երեխաներ, ճնշող ծանր մթնոլորտ, այդ հոտը, դիակների, վիրավորների, վարակված մարդկանց հոտը, անդադար աղյողոր մլացող, մղկտացող մարդկանց ձայները, des gens infectés, ճիչերը։ des gens qui pleurent sans arrêt. Il y en a qui Մեկը ինձ աղերսում է։ je travaille Ապրուստիս միջոցը ձեռքերս են, ես կոշկակար եմ։ Կտրեք ոտքս միայն ոչ ձեռքս։ couper ma jambe au lieu de me couper le bras. Այդ տեսարանը մխրճված է իմ հիշողության մեջ։ Գիտեք, այս ամենը նման է Ղարաբաղյան պատերազմի պատկերներին։ Դաջվում է հիշողությանդ մեջ ու կյանքում երբեք չես մոռանում։ De la guerre. Նույնիսկ եթե դու շատ անսիրտ բժիշկ ես լինում, միևնույն է, այդ պատկերները մնում են քեզ հետ Vous êtes ընդմիշտ։ c'est très dur. Ces images vous restent, vous pouvez être Դու կարող ես լինել չափազանց սառնասիրտ, պինդ, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ։ Կարող ես մասնագիտական գործունեությանդ ընթացքում ամեն ինչ տեսած լինել, բայց այդ պատկերները դաջված են մնում հիշողությանդ մեջ։ bon carnivore. Այս հոտը։ Donc je n'ai pas Երբ pu վերադարձա Փարիզ, pendant առհասարակ ես բավականին մսակեր եմ, բայց 3-4 ամիս չէի կարողանում միս ուտել։ Սա արդեն շատ բան է ասում։ j'ai essayé de faire mon mieux. Հայաստանում գտնվածս ժամանակահատվածում փորձեցի ուժերիս ներածին չափով անել հնարավոր Après je suis ամեն ինչ։ revenu. Մեկ օր մնացի Գյումրիում, հետո վերադարձա Երևանի, այն նույն շտապօգնության մեքենայով, որն ինձ բերել էր Աղետի գոտի, եւ սկսեցի ամբողջությամբ լծվել Երևանի տեղափոխված վիրավորներին օգնություն ցուցաբերելու գործին։ Առավոտ, կեսօր, երեկո, առանց դադարի։ Գերհոգնում էի, անդամահատելով ոտքեր, անդամահատելով ձեռքեր, վիրահատելով վիրավոր մարդկանց։ Գյումրիի հիվանդանոցը շատ էր վնասվել երկրաշարժից։ Բոլոր վիրավորներին հասցնում էին Երևան։ Աշխատեցի Երևանի հիվանդանոցում մինչև ռուսական բանակի ժամանումը։ Այնուհետև որոշեցի վերադառնալ։ Չեմ հիշում քանի օր հետո։ 8-րդ օրն էր կարծեմ, Փարիզ հասա ավիաստոպով։ Գնում էի մի երկրի թռիչքուղի եւ ամեն անգամ, երբ մի նոր օդանավ էր վայրեջք կատարում, հարցնում էի. «Ինձ կտանեք ձեզ հետ, պետք է Փարիզ գնամ»։ Եվ այդպես ի վերջո հասա Փարիզ։ Ահա հենց այսպես անցավ իմ առաջին ճամփորդությունը դեպի Հայաստան։ Déroulé comme ça.
J'étais un médecin bien formé à Paris. C'est l'école française d'anesthésie. Ես լավ կրթություն ստացած բժիշկ էի Փարիզում։ Սովորել եմ ֆրանսիական անեսթեզիոլոգիայի եւ ռեանիմացիայի դպրոցում, Նեկերի հիվանդանոցից։ Իսկ Նեկերի հիվանդանոցը քեզ լավ է կրթում, բայց հայկական ոգով կրթություն չի տալիս։ Հայկականությունն ի մեջ ընտանիքս է սերմանել եւ իմ դպրոցը, Ստամբուլի հայկական դպրոցը, որը կոչվում է Հինդլյան նոր դպրոց, որն ինձ անշուշտ դաստիարակել է հայության ոգով, որը թաքնված էր իմ ներսում, ինչ որտեղ։ Caché quelque part. Voyez, donc ça fait surface d'un seul coup. Տեսնում եք, դա հանկարծակի ջրի երես դուրս եկավ։ Եվ հանկարծ գիտակցում ես, որ հայ ես։ Ցանկանում ես օգնել քո հայրենակիցներին, քո երկրին, քո մայր հայրենիքին։ Իդեպ, ֆրանսերեն «mère patrie» դա մի ձևակերպում է, որ շատ չենք օգտագործում, բայց հայրենիք բառը հայերենում մեծ իմաստ ունի։ Եվ ես ցանկանում էի ամեն ինչ տալ, ունեցածս բոլոր գիտելիքներն ու փորձս ի ցույց դնել, ինչ գիտեի, փոխանցեի հայ բժիշկներին։ Նրանք սպունգի նման վերցնում էին այդ գիտելիքները։ Նրանք գիտեին, որ իրենք աշխարհի լավագույն բժիշկներն են, քանի որ ռուսական աշխատելավոճով էին առաջնորդվում։ Բայց երբ ես սկսեցի աշխատել, ցույց տալ նրանց, թե ինչպես ենք մենք այս կամ այն իրավիճակում այսինչ բանն անում Ֆրանսիայում, նրանք անմիջապես հասկանում էին, որ պետք է սովորեն, արագ յուրացնում էին։ Հայերը չափազանց խելացի են։ Նրանք հասկացնում էին, որ այն, ինչ իրենք գիտեին, գուցե այնքան էլ բավարար չէր, եւ նրանք սկսեցին իմ միջից քամել իմ գիտելիքները։ Եվ լավ ալքիմիա ստացվեց։ Ես անմիջապես ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետագայում հրավիրեցի Փարիզ։ Այսինքն, այսպես նրանք վերապատրաստում անցան ինձ մոտ։ Տեսան, որ աշխարհում այլ բաներ էլ կան, քան ռուսական կամ հայկական անեսթեզիոլոգիան եւ ռեանիմացիան։ Նրանք չափազանց կարճ ժամանակահատվածում ադապտացվեցին այդ նոր աշխատելավոճին։ Ես բազմաթիվ անեսթեզիոլոգ բժիշկների եմ տարել Փարիզ վերապատրաստվելու, եւ այժմ հրաշալի է տեսնել, որ այսօր նրանք բարձր պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում։ Տարբեր հիվանդանոցների բաժանմունքների վարիչներ են, ինչը հիանալի է։ Fantastique aujourd'hui, ils ont des postes en Arménie, ils sont chefs dans les hôpitaux. C'est fantastique. Ինչը ձեզ դրդեց կրկին վերադառնալ Հայաստան։ L'amour. Սերը։ Երբ դուք սիրահարվում եք մեկին, ինչ եք անում։ Դուք ցանկանում եք նրան նորից տեսնել, չէ՞։ Հենց այդպես էլ վարվեցի։ Envie de la revoir. C'est ce que je fais. Donc j'ai connu docteur Georges. Երկրաշարժից հետո Հայաստան կատարածս առաջին առաքելության ընթացքում ծանոթացա բժիշկ Ժորժ Քեփենեկյանի հետ։ Նա ինձ առաջարկեց Հայաստանում բժշկական առաքելություն իրականացնելու օրերին դինել իր անեսթեզիոլոգը, մասնավորապես երիկամի փոխպատվաստման վիրահատությունների ժամանակ։ Երկրաշարժից հետո բազմաթիվ մարդիկ կային, որոնք երիկամային անբավարարություն ունեին։ Այսպիսով, ես Ժորժ Քեփենեկյանի թիմի մաս կազմեցի։ Եկանք երիկամի փոխպատվաստումներ անելու նպատակով, սակայն դա մեզ երբեք չհաջողվեց, քանի որ այն ժամանակ դոնորներ ընդունելու մասին օրենք չկար Հայաստանում։ Եվ երիկամի փոխպատվաստման մեր ծրագիրը ձախողվեց, բայց 7 օրում վիրահատեցինք մասնավորապես 50 հիվանդի։ Այդ ուղևորության ընթացքում ես հանդիպեցի նաև Ղարաբաղից բժիշկների, որոնք մեզ ասացին՝ «Եկեք Ղարաբաղ, մեզ այցի»։ Դա երկրաշարժի ժամանակ էր, այդ հրավերը մտապահել էի։ Ասացի, որ մի օր կգնամ Ղարաբաղ։ Des médecins de Karabakh qui nous ont dit venez nous voir au Karabakh. C'était le tremblement de Գնացի 1989-ին, հոկտեմբեր-նոյեմբերն էր։ Դա Սփյուռքահայերի բժշկական մարդասիրական առաքելության թիմի առաջին այցն էր, որի կազմում էին բժիշկ Սիմոնյանը, պրոֆեսոր Անդրեասյանն ու ես։ Երկու վիրաբույժ եւ մեկ անեսթեզիոլոգ։ humanitaire. Մենք գնացինք Արցախ եւ 7 օր աշխատեցինք այնտեղ։ Qui était constitué de docteur Simonian, professeur Andréassian et moi-même. Deux chirurgiens et un anesthésiste, donc on est allé travailler 7 jours. Հենց այսպես սկսվեց իմ բժշկական առաքելության արկածները Հայաստանում եւ Արցախում, որոնք ծնագնդի էֆեկտ ունեցան։ Et en 90, il y a eu des élections
de l'UMAF, Union Médicale. 1990-ին Ֆրանսիայի հայ բժշկական միության ընտրությունները տեղի ունեցան։ Իմ արած ամբողջ նվիրական աշխատանքի շնորհիվ ինձ առաջադրեցին որպես Ֆրանսիայի հայ բժշկական միության Փարիզի մասնաճյուղի նախագահ։ Այն ժամանակ ես դեռ այդքան էլ լավ չէի խոսում ֆրանսերեն, բայց դարձա հայ բժիշկների նախագահը։ Այդ պահից արդեն իսկ ես մեծ գումարներ ծախսեցի, որովհետև գիտեք, Սոս Աղմենին փող ուներ, Ազնավուրը փող ուներ, բայց նրանք չգիտեին ինչ անել այդ փողերով։ Եվ մենք հաջողությամբ իրականացրինք մեր առաջին առաքելությունը։ Էրեբունի հիվանդանոցի տնօրեն պրոֆեսոր Քուշկյանի հետ բացեցինք առաջին լոր բաժանմունքը Էրեբունիում։ Սա նորից ծնագնդի էֆեկտն ունեցավ։ Բոլորն ինձ զանգում էին բժշկական ոլորտում ինչ-որ բան անելու տարբեր խնդրանքներով։ Ես առանց դադարի քրտնաջան աշխատում էի։ Մենք Էրեբունիում անմիջապես բացեցինք առաջին ստոմատոլոգիական բաժանմունքը, առաջին լաբորատորիան, լաբորատորիա բառին արժանի բոլոր պայմաններով։ Գիտեք, նախկինում գլյուկոզայի մակարդակը ստուգելու համար 1 օր էր պահանջվում։ Մինչդեռ մենք բերեցինք սարքեր, որոնք արդյունքը ցույց էին տալիս ընդամենը կես ժամվա ընթացքում։ Une glycémie, ça durait 1 jour pour avoir le résultat, or qu'on a amené des appareils qui vous donnaient le résultat au bout d'une demi-heure. Այդպիսով մենք ահռելի գործ արեցինք։ Ամբողջությամբ վերանորոգեցինք գինեկոլոգիական բաժանմունքը։ Ծննդաբերության համար ներդրեցինք էպիդուրալ անզգայացման մեթոդը։ Ծննդաբերություն առանց ցավի։ Péridurale, accouchement sans douleur. On a amené le premier central d'oxygène. Մենք Էրեբունի հիվանդանոց բերեցինք Հայաստանում առաջին արհեստական շնչառության թթվածնի սարքավորման համակարգը, որովհետև թթվածինը լավ որակիչ էր։ Միացնում էր թթվածինը, սատուրացիան չէր բարձրանում։ Մենք վիրահատարանը հագեցրինք նորագույն տեխնոլոգիաներով։ Բարի գործեր արեցինք պարոն Ազնավուրի, Սոս Աղմենիի հետ միասին։ Իմ նախագահությունը տևեց 3 տարի, բայց այնուհետև ես շարունակեցի աշխատել Ղարաբաղում։ Այնտեղից վիրավորներ էի բերում Մարսելում եւ Փարիզում գտնվող հիվանդանոցներ, որտեղ ես աշխատում էի։ Եվ այդ ամենը շարունակվում է մինչև հիմա։ Voilà, et ça continue, ce n'est pas fini. Ոչինչ չի ավարտվել, քանի որ ես շարունակում եմ աշխատել նաեւ այսօր Սանտե Աղմենիում։ Դա մի կազմակերպություն է, որը գտնվում է Փարիզում, բայց այն հիմնադրամ ունի այստեղ Հայաստանում, եւ ես ղեկավարում եմ այդ հիմնադրամը։ À Paris, mais il a une fondation ici, et je dirige la fondation. Quand j'étais en Arménie, il y avait le mouvement de Karabakh. Երբ ես Հայաստանում էի, Ղարաբաղյան շարժումն արդեն սկսվել էր։ Չեմ թաքցնում, որ գնացել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին։ Անտարբեր չէի, սակայն այն ժամանակ վախենում էի ցույց տալ, որ այդ ամենին մասնակցում էի։ Մինչդեռ այժմ ոչ ոք չի հավատա, որ ես արդեն իսկ այն ժամանակ ներգրավված էի։ Տեսնում եք, սկզբում ես մտածում էի թողեք Ղարաբաղը, ինքն իրեն կպաշտպանի։ Ավելի կարևոր է Հայաստանը ծաղկեցնելը։ Բայց երբ այցելեցի Ղարաբաղ, շատ արագ հասկացա, որ չի կարելի մենակ թողնել Ղարաբաղի ժողովրդին, եւ ամբողջ ուժովս ներգրավվեցի Ղարաբաղի հարցին։ C'est important de fleurir l'Arménie, mais j'ai vite compris, une fois que j'ai visité le Karabakh, j'ai compris qu'il ne fallait pas lâcher le Karabakh. Et je me suis engagé très fortement. Այն ինչ արել էի Էրեբունիում ճիշտ նույնն արեցի այնտեղ։ Մենք իրականացրինք առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Կարեն Բազյանի հետ։ Ներդրեցինք էպիդուրալ անզգայացման մեթոդը, թթվածնի կենտրոնական համակարգ բերեցինք Ղարաբաղ եւ նաեւ բանակի համար։ Նվիրված էի այս ամենին։ On a amené un central d'oxygène au Karabakh et pour l'armée aussi. Voyez donc très sensible à tout ça. Մենք Արցախի կենտրոնում բացեցինք ստոմատոլոգիական ծառայություն 4 ատամնաբուժական աթոռով։ Ես անտարբեր չէի եւ արդեն ներգրավված էի նվիրական աշխատանքներին դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանից, առանց նրան անձամբ ճանաչելու։ Նրա հետ ծանոթացա ավելի ուշ։ Personnellement, je me suis engagé financièrement parce que j'ai dépensé beaucoup d'argent. Ներգրավեցի հոգով, սրտով, ֆինանսապես, շատ գումար եմ ծախսել Արցախի բժշկական համակարգը զարգացնելու համար։ Ես ներգրաված էի բարոյապես։ Արցախից շատ ընկերներ ունեմ, որոնց շարունակում եմ տեսնել նաև Երևանում։ Հատկապես իմ սանիկ Կարեն Բազյանին, հաճախ եմ նրան հանդիպում։
Եվ երբ միասին ենք, մենք խոսում ենք Արցախի մասին, բայց գիտակցում ենք, որ մեր մեջ բաց վերք կա։ Չենք կարող շատ խոսել այդ թեմայի մասին, բայց լուր հասկանում ենք իրար, մի անբացատրելի հաղորդակցության կապով, մեր միջև անցնող սրտի մի թրթիռով։ Il y a une vibration qui passe entre nous. Oui, je suis né à Istanbul d'une famille très arménienne, sûrement. Ես ծնվել եմ Ստամբուլում, L'arménien. շատ հայկական ավանդույթներով առաջնորդվող ընտանիքում։ Անշուշտ, տանը միայն հայերեն էինք խոսում։ Հայրս բժիշկ էր, նա մեծացել է որբանոցում։ Հորեղբայրս նույնպես բժիշկ էր։ Մայրս տնային տնտեսուհի էր։ Քույր ունեի, ապրում էի քրոջս եւ տատիկիս հետ։ Չեմ ճանաչել իմ երկու պապիկներին։ Մի պապիս 1923 թվականին թուրքերը սպանել են, որովհետև նա Քեսկին Մադենի հայկական դպրոցի տնօրենն էր։ Նա մտավորական էր։ D'une école arménienne à Keskin-Maden. Donc c'était un intellectuel. Ma grand-mère a pris Տատիկս վերցրել է իր երկու երեխաներին, մեկը 1 տարեկան, մյուսը 40 օրական, Քեսկին Մադենից անկարան հատելով հասել է Ստամբուլ։ Թակել է մի որբանոցի դուռը, որը կոչվում էր Կարագյոզյան։ Տատիկս իր երկու երեխաների հետ մտել է այդ որբանոց աշխատանքի, որպես հավաքարար։ Երեխաները որբանոցից բացի ուրիշ ոչ մի այլ վայր չեն իմացել։ Նրանք այնտեղ են մեծացել, լավ սովորող աշակերտներ են դարձել։ Այսպիսով հայ համայնքն իր միասնական ջանքերով գերազանց ուսանող այս երկու աշակերտներին ուղարկել է Ստամբուլի կենտրոնական վարժարան։ Եվ նրանք տեսան, որ այս երկու եղբայրները շարունակում են լավ սովորել եւ նրանց ուղարկեցին համալսարան։ Բայց համալսարանում արդեն տատիկս է ծախսերի բեռը վերցրել իր ուսերին։ Նա դուրս է եկել որբանոցից, գնացել է աշխատելու մասնավոր տներում որպես մաքրուհի, սպասուհի, որպես դայակ։ Այսպիսով իմ հորեղբայրն ու հայրս դարձան բժիշկներ։ Նրանք սկսեցին վաստակել իրենց ապրուստը եւ դրանից հետո տատիկս այլևս աշխատանքի կարիք չուներ եւ չաշխատեցել։ Նա մեր ընտանիքում միշտ շատ կարեւոր տեղ էր զբաղեցնում։ Ես մեծացել եմ հենց այդպիսի ընտանիքում։ Donc elle avait toujours une place très importante. J'ai grandi dans Նորական կողմս Յոզղաթից էր, բայց մայրս ծնվել է Ստամբուլում։ Նա գնացել էր Նորթրբոտ Սինդլյան դպրոցը։ Դա շատ էլիտար դպրոց է։ Այսպիսով, որ պատկերացում կազմեք, ասեմ, մենք 30 աշակերտ ենք եղել մեր դասարանում։ 2012-ին, 11-ին, թե 2010-ին, լավ չեմ հիշում։ Հավաքվել էինք մեր տանը, եւ տեսնում եք, 30-ից 25-ս բարձրագույն կրթություն ենք ստացել։ Դա բարձրակարգ դպրոց էր։ Ես մեծացել եւ դաստիարակվել եմ նախ այս հայկական դպրոցում եւ իմ հայկական ընտանիքում։ Այնուհետև թռիչք կատարեցի։ Հաջողությամբ հանձնեցի ընդունելության քննություններս եւ ընդունվեցի Ստամբուլի անգլիական դպրոց, որ կոչվում էր English High School։ Այնտեղ 8 տարի սովորեցի։ Եվ այս դպրոցում շփում ունեցա թուրքերի հետ, իմ թուրք ընկերների։ Այսօր ես թուրք ընկերներ ունեմ, որոնց ոչ մի հայի հետ չէի փոխի։ Տեսնում եք, նրանք այնքան լավն են, նրանք ինձ երբեք չեն ստիպել զգալ, որ ես փոքրամասնություն եմ։ Մեր հարաբերությունները կատարյալ են եղել եւ այդպիսին են այսօր։ J'ai des copains turcs que je ne changerai avec aucun arménien. Voyez, ils sont tellement bien, ils m'ont jamais fait sentir que j'ai Հետո ես հաջողությամբ հանձնեցի բժշկական ֆակուլտետի քննությունները։ Այս ժամանակահատվածում ես սկսեցի որոշ դժվարությունների բախվել, քանի որ կային ծայրահեղ ձախ ազգայնականների շարժումները, ծայրահեղ աճերի շարժումները, այսպես կոչված գորշ գայլերի։ commençait à avoir quelques difficultés parce qu'il y avait des mouvements ultra-gauche, il y avait des mouvements ultra-droite, donc les loups gris. Donc, on était 4. 250 ապագա բժիշկներից միայն 4-ս էինք հայ մեր դասարանում, ընդ որում միակ հայկական ազգանունն իմն էր։ Le seul non-arménien était le mien. Երբ դու Թուրքիայում ներկայանում ես Գևորգ Աբգարյան, նախ նրանք չեն կարողանում ճիշտ արտասանել քո անունը։ Երկրորդ, նրանք անմիջապես հասկանում են, որ դու հայ ես եւ որոշակի դժվարությունների մեջ ես։ J'avais des difficultés dans certains endroits. J'avais connu ma femme au lycée. Ես կնոջս հետ ծանոթացել եմ դպրոցահասակ տարիքում, անգլիական դպրոցում։ Նա հրյա էր, ուստի շատ դժվար էր նրա հետ ամուսնանալը, ու ես փախցրի նրան։ Սա պատմության մեջ է մտել։
հայ, որն ամուսնանում է հրեուհու հետ, այն էլ Ստամբուլի համայնքում, շատ վատ է ընկալվում։ Տեսնում եք, մենք պայքարեցինք եւ հաղթեցինք։ Մենք հաղթեցինք եւ ամուսնացանք, եւ իմ ծնողները, մենք գաղտնի ամուսնացանք, ի վերջո իմ ծնողները եւ նրա ծնողները արագ ընդունեցին մեր ամուսնությունը։ Մեր առաջնեկը, մեր ավագ դուստրը ծնվեց Ստամբուլում։ Չէի ուզում գնալ բանակ, իմ զինվորական ծառայությունն անցնել Թուրքիայում։ Որոշեցի դիմում ուղարկել Փարիզի բժշկական ֆակուլտետ մասնագիտացման համար։ Ընդունվեցի։ Faire mon service militaire en Turquie. Et donc j'ai décidé de Այսպիսով կնոջս եւ դստերս հետ մենք տեղափոխվեցինք Փարիզ։ Ֆրանսերեն չէի խոսում, միայն կարողանում էի ասել, որտեղ է Էյֆելյան աշտարակը։ Խնդրում եմ մի բաժակ սուրճ բերեք եւ նմանատիպ այլ արտահայտություններ։ Je ne parlais pas français. Je savais dire où est la tour Eiffel. Je peux avoir un café. Շատ եմ քրտնաջան աշխատել զոր ու գիշեր։ Ես համառորեն աշխատեցի նախ ֆրանսերեն սովորելու, երկրորդ ֆրանսիացի բժիշկների շրջանում իմ տեղը գտնելու համար։ Դա հեշտ չէր։ Այս ամենը կարելի է հաղթահարել միայն մեկ ճանապարհով՝ քրտնաջան, աննահանջ աշխատանքի շնորհիվ։ Vaincre tout ça que par un seul moyen, c'est de travailler dur. Ես պետք է ավելի շատ աշխատեի, քան ֆրանսիացիները, ուժերի եռակի, քառակի չափով։ Եվ ես դա արեցի, հաջողեցի։ Ստացա իմ դիպլոմները 1986-ին, այսինքն Փարիզ տեղափոխվելուց 6 տարի անց։ Ստացա անեսթեզիոլոգիայի եւ ռեանիմացիայի մասնագետի դիպլոմ եւ Ֆրանսիայում աշխատելու թույլատվության փաստաթուղթ, որը ձեռք բերելն այն ժամանակ չափազանց դժվար էր։ Ես հաջողեցի եւ հասկանում էի, որ հարկավոր է շատ փող վաստակել։ Installé dans un autre hôpital en privé. Dans le banlieue parisien, j'ai gardé un pied. Տեղավորվեցի Փարիզի Արվարձանում գտնվող մեկ այլ մասնավոր հիվանդանոց, մի ոտքս պահելով նեկերի հիվանդանոցում։ Իսկ մնացած ժամանակն աշխատում էի այդ հիվանդանոցում։ Եվ այսպես մինչև 1988 թվականի երկրաշարժը։ Սպիտակի երկրաշարժն ամբողջությամբ գլխի վայր շուռ տվեց իմ կյանքը։ Cet hôpital et le tremblement de terre a tout chamboulé dans ma vie. Tamara, c'est mon premier amour. Թամարան իմ առաջին սերն է։ Այդ ժամանակ շատ երիտասարդ էի, դա պատանեկան սեր էր, միամիտ, մաքուր սեր էր, ու նա դարձավ իմ կինը։ C'était un amour de naïveté, de pureté, et elle est devenue mon épouse. Մենք երկու հիանալի երեխա ունեցանք։ Մեկը հոգեբան է, մյուսը փաստաբան Փարիզում։ Բայց ցավոք կյանքն իր կանոններն ունի։ Դու չես կարող անընդհատ երջանիկ ապրել։ Մտածում էի, որ նրանից առաջ կմահանամ։ Ես ամեն ինչ արել էի, որ նա ինձնից հետո անհոգ ապրի։ Բայց հակառակը եղավ։ J'allais mourir avant elle. J'avais fait tout pour qu'elle vive tranquille après moi. Mais c'était l'inverse. Ես ախտորոշեցի նրա ծանր հիվանդությունը։ Ժամանակ չկորցրի դրա համար։ 2 օրում ստացա նրա քաղցկեղի ախտորոշումը։ Եվ մենք միասին պայքարեցինք 24 ամիս։ 2 տարի պայքարեցինք։ Շատ դժվար պահեր ենք ապրել։ Մենք խոսել ենք ամեն ինչի մասին, քննարկել։ Pendant mes 4 mois, on s'est battu. Et on a passé des moments très difficiles. Նա մահից չէր վախենում։ Մենք ամեն ինչ միասին նախապատրաստեցինք, թե ինչ պետք է անեի նրանից հետո, ինչպես կազմակերպել հուղարկավորությունը, արարողությունը։ Նա հրյա էր, թեև շատ նվիրված էր հայկական հարցին։ C'est la cérémonie, parce qu'elle était juive, même si elle était très dévouée à la cause arménienne. Իր ժամանակն անցկացնում էր Հրանտ Թինք դպրոցում, մաքրելով զուգարանները, սնունդ տալով երեխաներին, հոգ էր տանում երեխաների մասին։ La nourriture aux enfants, les repas des enfants, et nettoyer les enfants. Elle recevait sans arrêt des médecins Նա մեր տանն անընդհատ ընդունում էր Հայաստանից եկած բժիշկներին, հյուրասիրում, հարգում, պատվում էր նրանց։ Նա շատ նվիրված էր հայերին, բայց ցանկանում էր թաղվել որպես հրյա։
հրեական ավանդույթների եւ կարգի համաձայն։ Ֆրանսիայի ամբողջ հայ համայնքը ներկա էր նրա հուղարկավորությանը եւ այդ օրվա համար նա խնդրել էր ծաղիկների փոխարեն նվիրատվություններ անել Հրանտ Դինք դպրոցին։ Մենք հավաքեցինք մոտ 60,000 եվրո միայն նրա հուղարկավորության ընթացքում, բայց կյանքը դրանով չի ավարտվում։ Ես կարողացա շրջել էջը։ Էջն այն է, որ մեծ սերն ավարտվում է, բայց պետք է փորձել անցնել մեկ այլ բանի։ Mais la vie ne s'arrête pas là. Vous voyez, donc j'ai su tourner la page. La page, c'est un grand amour, ça se termine, mais il faut essayer de passer à autre chose. Elle ne savait pas elle savait que j'allais... Համարան գիտեր, որ պատրաստվում էի ուռուցքաբանության եւ քիմիոթերապիայի բաժանմունք բացել Նաիրի բժշկական կենտրոնում, բայց չգիտեր, որ այդ կենտրոնը կրելու է իր անունը։ Ես Տեր եւ Տիկին Խուշկյաններից թույլտվություն էի խնդրել, որ այդ բաժանմունքը կրեր նրա անունը։ Ստացա այդ թույլտվությունը։ Նրանք շատ բարի գտնվեցին իմ նկատմամբ եւ մենք միասին համագործակցեցինք։ Ստեղծեցինք այս ծառայությունը համապատասխան եվրոպական չափանիշների բոլոր կանոններին։ Մենք աշխատում ենք առաջնորդվելով ֆրանսիական բժշկական համակարգում գործող սկզբունքներով։ Առաջնային է հիվանդի իրավունքը։ Մեծ ուշադրություն ենք ցուցաբերում հիվանդների նկատմամբ։ Nous on travaille avec les principes en France. Donc, droit du patient. Քաղցկեղով հիվանդները հեշտ հիվանդներ չեն։ Երբ նրանք իմանում են, որ քաղցկեղ ունեն, երբ նայում են առաջ, մահ են տեսնում։ Մենք փորձում ենք այդ հայացքը շեղել մահից։ Եվ եթե վերջում մահն է, մենք փորձում ենք դա անել արժանապատվորեն։ Ils regardent devant, ils voient la mort. Nous, on essaie de Մենք փորձում ենք բուժել լավագույն ձևով, կարծես նրանք Ֆրանսիայում լինեն։ Այս կենտրոնը բացվել է 2012-ին։ Այս տարի մենք տոնեցինք այս կենտրոնի 13-ամյակը։ Բժիշկներն արտասվում են։ Les médecins pleurent, oui. Très facilement. Բժիշկները լաց լինում են։ Այո, շատ հեշտությամբ։ Երբեմն չգիտես ինչու դու շատ ես կապվում մի հիվանդի հետ ու երբ կորցնում ես այդ հիվանդին, դու շատ ես արտասվում։ Ես լացել եմ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Դու կապվում ես մի զինվորի հետ եւ նա չի փրկվում, եւ դու լաց ես լինում։ Երբ տեսնում ես նրա ծանր վերքերը ու միևնույն ժամանակ նա ծպտուն չի հանում, ոչինչ չի ասում, արժանապատվորեն, դու հարցնում ես ցավում է։ Ասում է ոչ, չի ցավում, բայց դու գիտես, որ նա տառապում է, այդուհանդերձ բառ անգամ չի ասում։ Այդ ժամանակ դու արտասվում ես, լաց ես լինում թաքուն։ Դա հետք է թողել քեզ վրա, եւ դա հետք է թողել իմ կյանքի վրա։ Ça marque des vies. Ça m'a marqué ma vie. 44-օրյա պատերազմը իմ գլխից չի ջնջում։ Beaucoup marqué. Pourquoi une école à Paris? Ինչու դպրոց Փարիզում։ Արնուվիլում ես Փարիզի հայկական եկեղեցու խորհրդի նախագահն էի։ Գիտեք, Արնուվիլը փոքր քաղաք է Փարիզի հյուսիսում, որտեղ շատ հայեր են ապրում։ Հայաշատ են նախ Ալֆորվիլը, հետո Իսի-լե-Մուլինոն եւ երրորդ քաղաքը Արնուվիլն է։ Իսի-լե-Մուլինոն ուներ իր հայկական դպրոցը։ Ալֆորվիլը նույնպես, բայց Արնուվիլը չուներ հայկական դպրոց։ Առաջին պատճառը դա էր։ Երկրորդ պատճառը, լինելով եկեղեցու նախագահը, ես մի բան էի նկատել։ Մի ծածկ չկար, որի տակ կկարողանայինք հավաքվել, չկար։ Deuxième raison, en étant le président de l'église, je constatais une chose. Մենք հոգեհանգիստ էինք անում եկեղեցում, պատարակներ էինք մատուցում։ Դուրս գալիս բոլորն ասում էին ցտեսություն եւ ամեն մեկն իր գործին էր գնում։ On faisait des requiem. Մինչդեռ մենք ցանկանում էինք միասին ժամանակ անցկացնել, մտքերով փոխանակվել, եւ մի օր Արնուվիլի քաղաքապետին, պարոն Միշել Օմասին, որին ես կոչում էի Օմասյան, ասացի մի սրահ եմ ուզում։ Ուզում եմ մի բան կառուցել եկեղեցու դիմաց, եթե դու ինձ դա թույլ տաս, որովհետեւ հոգնել եմ։ J'appelle Omassian, très à l'écoute. Երբ անձրև է գալիս եւ հոգեհանգստի համար սենդվիչներ ենք բաժանում ոտքի վրա, հապճեպ, դա մեզ վայել չէ։ Si tu m'autorises parce que j'en ai ras-le-bol que la pluie tombe,
et que pour les requiem, on distribue les sandwichs comme ça. Մի օր նա ինձ զանգահարեց։ Ասաց, գիտես, մի տպարան կա, որը վաճառվում է։ Չես ուզի գնել։ Ես պատասխանեցի, այո, ուզում եմ գնել։ Եվ մենք անցանք գործի։ Գիտեք, երբ գրպանումը 0 եվրո ունես եւ նպատակդ իրականացնելու համար քեզնից պահանջվում է 2 միլիոն եվրոյի ներդրում, շատ դժվար է իրականացնել այն։ Բայց ինձ ոչինչ չվախեցրեց ու չկանգնեցրեց։ Ես արդեն բավականին կոփված էի Հայաստանի հարցերով պայքարելու եւ օգնություն ցուցաբերելու համար։ J'étais déjà assez rodé avec l'Arménie. Et le bâtiment était tellement grand que Այդ շենքն այնքան մեծ էր, որ նույնիսկ դպրոց բացելու համար տեղ կար։ Եվ մենք դա արեցինք։ Տեսնում էի, որ մեր երեխաներն այլևս հայերեն չեն խոսում։ Դա պարզ ճշմարտություն էր, եւ եթե ես կարողանամ Ֆրանսիայի մի հայ երեխայի հայերեն սովորեցնել, դա ինձ համար իրական հաջողություն կլինի։ Մենք բացեցինք Hrant Dink դպրոցը։ pour moi. Donc, on a ouvert l'école Hrant Dink. Pourquoi on a appelé Hrant Dink? Hrant Dink, c'était mon copain, mon ami. Իսկ թե ինչու ենք անվանել Hrant Dink։ Hrant Dink-ը իմ ընկերն էր։ Մենք հանդիպել ենք Փարիզում։ Եվ երբ մի օր զրուցում էինք, նա ինձ ասաց. «Գիտես, Գևորգ, դու հիվանդ ես»։ Ես ասացի. «Ինչու եմ հիվանդ»։ Ինձ պատասխանեց. «Որովհետև դու շատ հակաթուրք ես»։ Այո, ես չեմ ժխտում։ Շատ հակաթուրք էի դարձել, երբ իմացել էի, որ պապիս թուրքերը սպանել են։ Եվ ես երկար ժամանակ այդ մասին չեմ իմացել։ Ընտանիքս դա թաքցրել էր ինձնից Ստամբուլում։ Oui, je suis très anti-turc, je refusais d'écouter la musique turque, je refusais de parler le turc. Il m'a dit non, tu dois faire. Այսպիսով Հրանտին ասացի. Լավ, այո, ես ուժեղ հակաթուրք եմ։ Հրաժարվում եմ լսել թուրքական երաժշտություն։ Հրաժարվում եմ խոսել թուրքերեն։ Նա ինձ ասաց. «Ոչ, դու պետք է հակառակն անես։ Դու պետք է գնաս թուրքերին սովորեցնես իրենց պատմությունը։ Եվ դա անելու միակ միջոցը նրանց հետ թուրքերեն խոսելն է եւ նրանց ասելը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին»։ Այսպիսով Հրանտն էր, որ ինձ մի փոքր արթնացրեց, եւ ես շատ ջուր խառնեցի իմ գինուն։ Il parlait assez facilement, il fascinait les Turcs. Ես փորձեցի փոխվել, փորձեցի ուղղել ինձ։ Նա ճիշտ էր։ Ես ուժեղ հակաթուրք էի։ Թեև շատ լավ թուրք ընկերներ ունեի, բայց այդուհանդերձ հակաթուրք էի։ Հրանտը բավականին հեշտությամբ էր խոսում թուրքերի հետ։ Կարողանում էր հմայել նրանց իր պատմություններով։ Շատ թուրքեր փոխեցին իրենց կարծիքը Դինքի շնորհիվ։ Թուրքերը սկսեցին սիրել Հրանտին, բայց ծայրահեղ աչերը դա չհանդուրժեցին։ Եվ այն օրը, երբ նա գրեց իր թերթում, թե Աթաթուրքի դուստրը հայ որբ էր, որին որդեգրել է Աթաթուրքը, նրանք Դինքին մահվան դատապարտեցին։ Ծայրահեղ աչերը նրան մահվան դատապարտեցին։ L'ultra-droite l'a condamné à mort. Ma vie, c'est un triangle. C'est un triangle. Իմ կյանքը եռանկյունի է։ Եռանկյունի։ Եռանկյունին շատ կարևոր է իմ կյանքում։ Առաջին հանգրվանը Ստամբուլն է։ Դա չի կարելի ուրանալ։ Ես կապված եմ Ստամբուլի հետ։ Քույր ունեմ, որն այնտեղ է ապրում։ Մեր ընտանեկան գերեզմանատունն այնտեղ է։ Փորձում եմ ամեն տարի այցելել։ Ամեն անգամ, երբ Ստամբուլ եմ գնում։ Le cimetière familial que je visite tous les ans, j'essaye d'aller à chaque fois que je vais. Երկրորդ հանգրվանս Ֆրանսիան է, որն ինձ բաց գրկով ընդունեց։ Դա նույնպես չի կարելի երբեք ուրանալ։ Ես շատ շնորհակալ եմ ֆրանսիացիներին։ Նրանք համարեցին, որ ես իրենցից մեկն եմ։ Նրանք ինձ ընդունեցին Նեկերի հիվանդանոցում։ Նրանք ինձ հնարավորություն տվեցին արտահայտվելու ու արտահայտելու իմ բժշկական տաղանդը։ Եվ դա շատ կարևոր էր իմ կյանքում։ Exprimer mon talent de médecin. Et ça, c'est très important dans ma vie. Et le troisième pied de ce triangle, c'est Եվ այս եռանկյունու երրորդ հանգրվանը Հայաստանն է, որտեղ ես ինձ հիանալի եմ զգում։ je me sens. Ամեն օր ես արթնանում եմ եւ ասում. շնորհակալ եմ Աստված, որ այստեղ եմ ապրում։ Et je dis merci bon Dieu de vivre ici. Je prends plaisir à chaque instant. Ես hաճույք եմ ստանում ամեն պահից։ C'est une pyramide, triangle. Կյանքը եռանկյունաձև բուրգ է։
Նման է Էյֆելյան աշտարակին, տեսնում եք, ունի 3 հարկ, առաջին հարկը Ստամբուլն է, երկրորդ հարկը Փարիզը, երրորդ հարկը գագաթնակետն է, Երևանն է։ C'est l'apogée, c'est Kakat. C'est le sommet de ma vie. Դա իմ կյանքի գագաթնակետն է, որտեղ ես մտածում եմ անցկացնել իմ կյանքի վերջին օրերը։ Հուսով եմ դեռ երկար կապրեմ երկրորդ կնոջս Ալինայի, որդուս Մինասի հետ։ Ma femme Alina, mon fils Minas, et vous voyez, et aussi. Տեսնում եք, բուրգը նույնպես շատ կարևոր է։ Երբ բուրգի հիմքում եք, դուք շատ ընկերներ ունեք։ Որքան բարձրանում եք կյանքում, ձեր ընկերական շրջանակը նեղանում է։ Ունենում ես փոքր շրջապատ եւ այդ շրջապատը հիմա գտնվում է Երևանում։ Եվ ես այժմ միայն մեկ իղձ ունեմ, որ խաղաղությունը տևական լինի Հայաստանում։ Եվ որ իմ որդին, որը կգնա իր զինվորական ծառայությունն անցկացնելու Հայաստանում, ես հանգիստ կլինեմ, երբ նա կգնա բանակ։ Ես կիմանամ, որ պատերազմ չի լինի, խաղաղություն կլինի, եւ որ ես չեմ վարվի այնպես, ինչպես որոշ հայեր, որոնք լքում են Հայաստանը, որևէ օտար երկրում ծննդաբերելու կամ բանակից փախչելու համար։ Ես դա չեմ անի։ Pas comme certains Arméniens qui quittent l'Arménie pour accoucher ailleurs, pour fuir l'armée. Je ne ferai pas ça. Araratı çaxqonuz, Arakaçları istər, Araları və Muni. Ma deuxième femme était chanteuse. Իմ երկրորդ կինը երգչուհի էր Թաթուլ Ալթունյանի անսամբլում, մենակատար էր։ Երբեմն ինձ համար երգում է Մախմուր աղջիկը։ Հիմա այլևս չի երգում հանրության առջև։ Երգում է միայն ինձ համար։